Ապրիլի վերջին կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի սուբսիդիաների մեխանիզմ սահմանվեց տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունների համար։ Տեղական եւ Հայաստանում բազավորված օտարերկրյա ավիափոխադրողները, որոնք կսկսեն թռիչքներ իրականացնել նոր ուղղություններով, կստանան ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր ուղևորի համար։ Այս որոշումից հետո հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց, որ բազավորվում է Հայաստանում կրկնապատկելով թռիչքները, ավելացնելով 8 նոր ուղղություն։ Առաջին հայացքից կառավարության որոշումը կարող է դրական թվալ, սակայն իրականում այն ուղղակիորեն հարվածում է տեղական ավիափոխադրողների շահերին։ Այս որոշմամբ անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում տեղական եւ օտարերկրյա ավիափոխադրողների միջև։ Շահում են օտարերկրյա ավիափոխադրողները, իսկ տեղականները հայտնվում են լուրջ խնդիրների առաջ։ Կառավարության որոշմանն արդեն բացասական են արձագանքել տեղական Fly1 Armenia եւ Շիրակ ավիաընկերությունները։ Որն է խնդիրը։ Հայաստանը Եվրամիության ավիացիոն սև ցուցակում է, տեղական փոխադրողները զրկված են իրենց ուղևորներին եվրոպական նոր եւ հետաքրքիր ուղղություններ առաջարկելու հնարավորությունից։ Ստացվում է, որ կառավարության այս արտոնությունից կօգտվեն միայն արտասահմանյան ընկերությունները, իսկ տեղական ընկերությունները կհայտնվեն ծանր դրության մեջ։ Հաստատի կառավարությունը իդեմս էկոնոմիկայի նախարարության հարվածում է Հայաստանի ամենառազմավարական ոլորտներից մեկին եւ անհավասար պայմաններ ստեղծելով առավելությունը տալիս է օտարերկրյա ընկերություններին։ Վերջին տարիներին տեղական ավիաընկերությունները, մասնավորապես Fly1 Armenian, իսկական հեղափոխություն է կատարել ավիափոխադրման ոլորտում։ Հենց այս ընկերության շնորհիվ արդար մրցակցություն սկսվեց ավիատոմսերի շուկայում, ինչն էլ իր հերթին նպաստեց ավիատոմսերի գների նվազմանը։ Սակայն կառավարությունը փոխանակ ավելի շահագրգռի տեղական ավիաընկերություններին, հակառակը ավելի մեծ խնդիրներ է ստեղծում նրանց համար, որոնք առանց այն էլ ծանր եւ անհավասար պայքարի մեջ են օտարերկրյա խոշոր ավիաընկերությունների հետ։ Գործադիրի որոշումը ինչ որ առումով հակասում է պետության ռազմավարությանը, ըստ որի հայրենական բիզնեսը պետք է համարվի առաջնային։ Հետաքրքրական է, որ կառավարությունը նման խտրական վերաբերմունք դրսևորում է միայն ավիափոխադրման ոլորտի հանդեպ։ Օրինակ, գործադիրը պատրաստվում է ցեմենտ ներմուծողների համար տուրքը 200 պատիկից դարձնել 800 պատիկ, որպեսզի կարողանա պաշտպանել ներքին արտադրողին։ Սա տեղական բիզնեսի հանդեպ գործադիրի ցուցաբերած երկակի ստանդարտի դասական օրինակներից մեկն է։ Մի դեպքում կառավարությունը իր որոշմամբ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ավիափոխադրման ոլորտում, իսկ մյուս դեպքում ցեմենտի արտադրողների համար բավական հուսալի հովանոց է առաջարկում։ Հաստատի ստացվում է, որ տեղական ավիափոխադրողները կառավարության խորտ զավակներն են, որոնց պետությունը ոչ թե սիրաշահում է, այլ հակառակը, ասում է գնացեք, տանջվեք կամ դադարեցրեք աշխատել եւ բարիք ստեղծել։ Ավիափոխադրողների ոլորտը Հայաստանի ամենառազմավարական ոլորտներից մեկն է, եթե ոչ միակը։ Այն ոչ միայն զբոսաշրջության զարգացման կարևորագույն գրավականներից մեկն է, այլև երկրի համար անվտանգային նշանակություն ունի։ Կիսապատերազմական վիճակում գտնվող եւ ցամաքային փակ սահմաններ ունեցող Հայաստանի համար օդային սահմանը եւ օդային ճանապարհները երկրի համար իսկական տնտեսական թթվածնային բարձիկներ են։ Հետևաբար պետությունը պետք է հնարավոր բոլոր քայլերով աջակցի, որպեսզի Հայաստանի օդում տեղական ավիափոխադրողները կարողանան ավելի լայն բացեն իրենց թևերը, այլ ոչ թե անել քայլեր, որոնք խոչընդոտելու են այս ոլորտի զարգացմանը։ Տեղական ավիափոխադրողներին ճնշել նշանակում է փակել Հայաստանի միակ հուսալի կապը աշխարհի հետ եւ զրկել Հայաստանի տնտեսությանը թթվածնի հսկա պաշարից։